Ամերիկյան վարչակազմը սկսել է Սպիտակ տանը $200 միլիոն արժողությամբ պարահանդեսային դահլիճի շինարարությունը, իրականացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի երազանքը։ TASS-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով շինարարական խմբերը սկսել են աշխատանքները 8400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով օբյեկտի կառուցման համար տարածքը նախապատրաստելու ուղղությամբ։ Նոր կառույցը կգտնվի Սպիտակ տան արևելյան թևի մոտ, որը կառուցվել է 1902 թվականին։ Այն կկարողանա տեղավորել մինչև 650 մարդ։ Ներկայումս Սպիտակ տան ամենամեծ սենյակը, արևելյան սենյակը նախատեսված է 200 մարդու համար։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, շինարարությունը պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրը Սպիտակ տունը սկսել է կառուցվել 1792 թվականին ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն ինքն է ընտրել շենքի տեղը, որի շինարարությունն ավարտվել է 1800 թվականի նոյեմբերի 1-ին։ Նույն օրը այնտեղ է տեղափոխվել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։ Շենքը վերակառուցվել է 1815-ից 17 թվականներին 1814 թվականի հրդեհից հետո։ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրակթարօղլուի հետ քննարկել է երկու երկրների ռազմական կառույցների միջև համագործակցության հետագա զարգացումը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օկուպացված Շուշիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծել են, որ Անկարայի եւ Բաքվի միջև ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ուղղություններով, այդ թվում ռազմական ոլորտում։ Ալիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն խաղաղության դարաշրջան է։ Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելի ջանքերին պայքարելու պաղեստինյան Համաս շարժման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ Ռուբիոն ձեռնպահ է մնացել Իսրայելին քննադատելուց սեպտեմբերի 9-ին Քաթարի վրա հրթիռային հարված հասցնելու համար։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթությունը Համասի կապիտուլյացիան եւ զինաթափումն է Գազայում պատերազմը դադարեցնելու համար։ Սեպտեմբերի 12-ին Axios-ը հաղորդել էր, որ Մարկո Ռուբիոն հանդիպել է Գազայի հատվածում Համասի կողմից պատան վերցվածների հարազատների հետ։ Սեպտեմբերի 14-ին Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուբիոին տարել է արևմտյան պատի մոտ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Սրա մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը ժառանգել է այս պատերազմը եւ այժմ անում է ամեն ինչ, որ կարող է այն ավարտելու համար, դրա վրա ծախսելով հսկայական քաղաքական կապիտալ, էներգիա եւ ժամանակ։ Ուկրաինայի բյուջեի նոր նախագիծը նախատեսում է պաշտպանության ֆինանսավորման զգալի աճ։ Ինչպես հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, պաշտպանական ծախսերը կաճեն $4 միլիարդ եւ կհասնեն մոտ $68 միլիարդ, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 27.2%-ը։ Այսօր ամբողջ երկիրը պետք է աշխատի կամ բանակում, կամ բանակի համար։ Սա արտացոլվում է 2026 թվականի պետական բյուջեում, ընդգծել է վարչապետը։ Նրա խոսքով արտաքին ֆինանսավորման անհրաժեշտությունը գնահատվում է $67.7 միլիարդ։ Միաժամանակ նախատեսվում է առողջապահությանը հատկացնել $6.3 միլիարդ, գիտությանը $483 միլիոն, իսկ մշակույթին $114 միլիոն։ Կիևի ռեժիմի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։ Նրա խոսքով Զելենսկին ուղղակի պատասխանատվություն է կրում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի եւ պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանության համար։ Իմ կոչը պարզ է, ազատեք Ուկրաինան ահաբեկից Զելենսկուց, հայտնել է պաշտոնյան։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել։ Այս մասին հայտարարության մեջ նշված է. պատիվ ունեմ խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի։
վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ ազգային կյանքի բոլոր ոլորտներում լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար վտանգի տակ դնելով նաեւ երկրի ապագան, ասված է հայտարարության մեջ։ Ծառայել 1.5 տարի երկուսի փոխարեն իշխանությունը փոփոխություն է ուզում իրականացնել բանակում։ Եվրամեդիա 24-ի հետ զրույցում փոփոխության իրական նպատակին եւ մարտահրավերներին է անդրադարձել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Իրականում սա Ադրբեջանի նախագահի պահանջներն են, որտեղ անտրամաբանական է, հակառակորդը զինվում է, տարածաշրջանը 5 րոպե պակաս վառոդի տակառ է եւ դու քո ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը կրճատում ես։ Դա խաղաղության օրակարգ գոյություն չունի։ Կա կապիտուլյացիայի օրակարգ, կա այդպիսի օրակարգ կա, որը Ադրբեջանի կողմից պարտադրվում է Հայաստանին։ Փաշինյանը ինքը սպասարկում է Ադրբեջանի կապիտուլյացիոն օրակարգի այսօր նրանց պահանջներից մեկը։ Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի եւ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի երթման արարողությունը։ Երթման արարողության ավարտին Փաշինյանը եւ Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին, մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք իր շահպետության եւ ժողովրդի։ Երևան Վաղարշյան փողոց տուն 15 այս հասցեում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանն է հայտնել լուրը ու նշել, որ վերջապես իրենց ընտանիքի կողմից ստեղծված այդ սուրբ անկյունը կյանքի է կոչվել։ Չնայած բազում խոչընդոտներին ու չարական մարդկանց մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ եւ մեր միասնական ուժով, նշել է նա։ Սեպտեմբերի 10-ից 27-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բասկամարտի աշխարհի 46-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արման Մրտեյանը կրկին փայլել է իր մասնակցությամբ եւ 60 կիլոգրամ քաշային կարգում երրորդ անգամ դարձել աշխարհի փոխ-չեմպիոն։ Մոտ 20 պաղեստինցի է զոհվել եւ տասնյակներ վիրավորվել Գազա քաղաքի համանուն հատվածի վարչական կենտրոնի ռմբակոծության հետևանքով, որը տեղի ունեցել գիշերը իսրայելական օդուժի կողմից, հաղորդում է Sky News Arabia։ Բժշկական փորձագետների տվյալներով Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, իսկ մոտ 40 արաբ վիրավորվել է կամ դեռևս անհետ կորած է համարվում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, մոտ 350,000 բնակիչ արդեն ստիպված է եղել լքել շրջափակված անկլավի վարչական կենտրոնը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը պլանավորված ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով։ Ինչպես նշել է Axios պորտալը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի պատրաստվում խոչընդոտել Իսրայելին եւ թույլ կտա նրան ինքնուրույն որոշումներ կայացնել հակամարտության վերաբերյալ։ Բաքվում երեկ կայացել է հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ հնչեցվել են իբրև թե վկաների ցուցմունքներ Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում 1988-ից 1991 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Արցախի նախկին ղեկավարության եւ մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի եւ վերջինիս աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկրտուքի միջադեպի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը։ Կատարվում է նախաքննություն։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործին։ Նա դատարանի դիմաց պատասխանել է լրագրողների հարցերին, կարծիք հայտնելով, որ իր որդին ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի եւ ելքի վիզաներից հանելու որոշումը թուրքերին հաճոյանալու համար է։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով կառավարության որոշմանը։ Ընդդիմությունը դեռ մի փոքր հնարավորություն ունի համախմբվել մի օրակարգի շուրջ, որի անունն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, սակայն, եթե այդ օրակարգի շրջանակներում ընդդիմության ներկայացուցիչները շարունակեն իրար տակ փայտեր խրել, ապա Փաշինյան ընտրություններին կվերընտրվի։ Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Նշանակետը անվանվել է շիական Հեզբոլլահ կազմակերպության զինված թևի շտաբ բնակարանը Նաբաթիե քաղաքի տարածքում։ Իսրայելական կողմի պնդմամբ շտաբ բնակարանի ներկայությունն այս տարածքում Իսրայելի եւ Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է։ Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանում, վտանգի ենթարկելով Լիբանանի քաղաքացիական բնակչությանը եւ օգտագործելով այն որպես մարդկային վահան, հայտարարել է բանակը։ Իսրայելի Պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար, զգուշացրել է զինվորականը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը սեպտեմբերին ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Հաղորդում է Le Journal du Dimanche հղումանելով Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցմանը։ Հարցվածների միայն 19% է գոհ Ֆրանսիայի առաջորդի աշխատանքից, սա 5%-ով պակաս է, քան օգոստոսին հայտում է աղբյուրը։ IFOP ինստիտուտի տվյալներով նման ցուցանիշները դարձել են բացարձակ հակառեկորդ հարցման ողջ ժամանակահատվածի համար։ Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների 81%-ը բացասական կարծիք է հայտնել Մակրոնի աշխատանքի մասին։ Նրանցից 50%-ը լիովին հիասթափված է նախագահի գործողություններից, իսկ եւս 31%-ը ընդհանուր առմամբ դժգոհ։ Ինչպես նշում է թերթը, ֆրանսիացիների շրջանում իրենց նախագահի նկատմամբ դժգոհության զգալի աճ է գրանցվել փոքր բիզնեսի ներկայացուցիչների եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Հրատարակությունը եզրակացում է, որ հասարակության տարբեր շերտերի շրջանում աճում է երկրի ղեկավարության նկատմամբ հիասթափությունը։
Իսրայելը կշարունակի ավելացնել սեփական զենքի արտադրության ոլորտում ներդրումները եվրոպական արտադրողներից կախվածությունից խուսափելու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք կշարունակենք ավելացնել զենքի արտադրության ոլորտում ներդրումները, որպեսզի կախված չլինենք Արևմտյան Եվրոպայի առաջնորդներից, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած 2 տարվա պատերազմին իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների եւ զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը Միացյալ Նահանգներից հետո։ ANSA գործակալության տվյալներով դիզայները երբեք ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի, եւ նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո դել Օրկոյի եւ ամենամոտ ազգականների միջև։ Ջորջո Արմանին բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը իր կողմից 2016 թվականին ստեղծված Ջորջո Արմանի հիմնադրամին, իսկ 15%-ը Զարմիկին եւ Զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ նրա կարողությունը գնահատվում է մոտ 13 միլիարդ եվրո։ Միաժամանակ Արմանին պահանջել է, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-ից 18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ 3-ից 5 տարիների ընթացքում եւս 30-ից 54.9%-ը նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել 5-ից 8 տարվա ընթացքում։ Ջորջոն նաեւ նշել է, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշները L'Oreal, LVMH եւ EssilorLuxottica։ Նշենք, որ Արմանին մահացել էր սեպտեմբերի 4-ին 91 տարեկան հասակում եւ համարվում էր 20-րդ դարի ամենանշանավոր դիզայներներից մեկը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է, այս մասին հայտնել է Փաստինֆոն։ Հրաչյա Մուշեղյանը հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ էր մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար, որն այժմ փաստաբանական գործունեություններ իրականացնում։ Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն շուրջ 1 տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է վթարի։ Ավելի քան 200 ուղևոր է տուգանվել Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների վճարման կարգը խախտելու համար, մամուլի ասուլիսին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով այս վարչարարությունը հնարավորություն է տվել վերականգնել ֆինանսական ներհոսքը, որն ուղղվում է նույն այս տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը եւ այս ենթակառուցվածքի պահպանմանը։ Ավինյանը նաեւ նշել է, որ օգոստոս ամսին վալիդացիաների թվի կտրուկ աճ է տեղի ունեցել մոտ 15-ից 18% եւ մինչ այս պահը շարունակապար աճում են այդ թվերը։ Այսօր կրկին հրդեհ է բռնկվելն ու Բարաշենի աղբավայրում Երևանի հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներ պայքարում են կրակի տարածման դեմ։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ կրակի բազմաթիվ օջախներ կան։ Երևանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի 35-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ Երևանի տարբեր վարչական շրջաններից աղբը տեղափոխել են, սակայն չեն կարողանում մտնել աղբավայր, այն դատարկել ու գնալ հերթական աղբի հետևից, քանի որ հրշեջները դեռ պայքարում են կրակն ամբողջությամբ մարելու դեմ։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ է կատարել, հայտարարել է միլիարդատեր Իլոն Մասկը։ Սորոսի հանցագործությունները մարդկության դեմ բազմաթիվ են եւ բազմազան, ասել է նա։ Ինքը Սորոսը չի հերքել, որ իր փողերն օգնել են 2004-ին Ուկրաինայում նարնջագույն հեղափոխություն եւ 2013-ին Եվրամայդան անցկացնել։ Մի շարք երկրներում նրան մեղադրել է ներքին գործերին միջամտելու մեջ։ ԶԼՄ-ներում Սորոսին կապում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ։ Եվրամիությունը չի կարողացել համոզել Թուրքիային դադարեցնել ռուսական բնական պաշարների ներմուծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիության երկրներին ուղղված կոչից հետո հաղորդում է Պոլիտիկոն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե ՆԱՏՕ-ի երկրները միանան Վաշինգտոնի նախաձեռնությանը եւ հրաժարվեն ռուսական նավթ ներմուծելուց։ Բրյուսելը քիչ բան կարող է անել Եվրամիության անդամ չհանդիսացող Թուրքիային ստիպելու փոխել իր դիրքորոշումը։ Գրում է թերթը։ Հրատարակությունը կասկածում է, որ ՆԱՏՕ-ի անդամներին ուղղված Թրամփի կոչը դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը բավարար մոտիվացիա կլինի Անկարայի համար կտրվելու էժան էներգիայի աղբյուրից։ Հրատարակությունը նշում է, որ Թրամփը նաև Թուրքիան է ներառել երկրների ցանկում, ինչը Եվրամիության պաշտոնյաների կարծիքով մտահոգիչ է։
Իսրայելցի խաբեբա Սիմոն Լևիվը, որի մասին Netflix-ը ֆիլմ է նկարահանել, ձերբակալվել է վրացական իրավապահ մարմինների կողմից Բաթումի օդանավակայանում։ Երկուշաբթի օրը սեպտեմբերի 15-ին հայտել է վրացական Ֆորմուլա հեռուստաընկերությունը։ Netflix-ի Tinder Swindler վավերագրական սերիալի հերոս եւ հայտի խաբեբա Սիմոն Լևիվը ձերբակալվել է Բաթումի օդանավակայանում։ Նա միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր ծանոթագրով։ Նրա փաստաբանների խոսքով ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է։ Տեղեկությունը Ֆորմուլա TV-ին հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է հեռուստաալիքը։ Tinder Scammer ֆիլմը նկարահանվել է Felicity Morris-ը եւ հիմնված է իսրայելցի խաբեբա Սիմոն Լևիվի զոհ դարձած կանանց պատմությունների վրա։ Մի շարք լրատվամիջոցների տվյալներով նա կանանցից խաբեությամբ խլել է ավելի քան $10 միլիոն։ Ռուսաստանն իրականում չի հաղթում մարտի դաշտում, այլ պարտվում է, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Եթե Պուտինը հաղթեր, նա կլիներ Կիևում, Դնեպրի արևմուտքում, Օդեսայում եւ արդեն կփոխեր կառավարությունը, ասել է խորհրդականը։ Նրան խոսքով Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների տարածքները հաշվի չեն առնվում, քանի որ դրանք ըստ Քելոգի արժանի չեն այն կորուստներին, որոնք կրել է Ռուսաստանը։ Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտի ստեղծելու նոր փորձը կհանգեցնի ռուս-ուկրաինական հակամարտության սրման։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ եւ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը Deep Dive YouTube-յան ալիքում։ Նրա խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները կրկին սկսել են խոսել այս մասին, միայն թե հետո զորքեր մտցնեն թռիչքների արգելված գոտի օգտվելով դրա կարգավիճակից։ Մակգրեգորը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ եթե Ուկրաինայում հայտնվի որևէ օտարերկրյա զորք, նրանք կդառնան ռուսական բանակի օրինական թիրախներ։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ավարտել ռուսների շենգենյան վիզաների տրամադրման նոր ռազմավարության մշակումը 2025 թվականի վերջին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարկուս Լամերտը։ Ինչ վերաբերում է տարեվերջին մեր ներկայացրած ռազմավարությանը, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է, նշել է պաշտոնյան, եւ որոշ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Չեխիան, արդեն դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը։ Այս երկրներ մուտքը պահպանվում է միայն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն չափազանց հիմնավոր պատճառներ եւ համապատասխան փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ նրանց համար բարդացվել են վերահսկողության եւ ստուգման միջոցառումները։ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Այս մասին հայտնել են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Ասում են, թե իմ ընտանիքի որևէ հարստություն մեր իշխանության գալու հետ զուգահեռ է։ Այդ մասին գրողները չէին կարող կենտրոնական ընտրական հանձնաժողով հարցում անել եւ տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հայտարարագիր է հանձնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով իր եւ իր ընտանիքի ունեցվածքին վերաբերող հարցին։ Նա նշել է, որ այդ ամենին իրենց արդար քրտինքով են հասել։ Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի, Ալիևի եւ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթին։ Նա կարծում է, որ այդ փաստաթուղթը մեծագույն ձեռքբերում է բոլորի համար։
Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025 միջազգային համաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկար, նշել է նա։ Փաշինյանն ասել է, թե Հայաստանի անվտանգության լեգիտիմությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ Նա նշել է, թե այն, ինչ անում են իրենք արտաքին միջավայրի հետ կապված, պայմանավորված է բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարությունով։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի։ Բանակի խնդիրը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի 21-ի առավոտյան կմեկնի Արիզոնա սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի հիշատակը հարգելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, Քրքի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Արիզոնայի Արիզոնա Քարդինալս մարզադաշտում։ Թրամփի կողմնակից 31-ամյա Քրքը մահացու կրակոցից սպանվել է սեպտեմբերի 10-ին Յուտա Վելեի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, որից հետո ողջ են մնացել կինը եւ 2 երեխաները։ Քրքը դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնությանը։ Վոլոդիմիր Զելենսկուն անվանել է խաղաղության խոչընդոտ եւ ԿՀՎ խամաճիկ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույց անցկացնել, սակայն ծառայության մեջ գտնվող ոստիկանների վրա հարձակումները անընդունելի են։ Մարդիկ ունեն խաղաղ բողոքի իրավունք, սա մեր երկրի հիմնական արժեքներն են, բայց մենք չենք հանդուրժի իրենց աշխատանքը կատարող ոստիկանների վրա հարձակումները կամ այն մարդկանց, ովքեր վախենում են փողոց դուրս գալ իրենց ծագման կամ մաշկի գույնի պատճառով, հայտնել է վարչապետը։ Մեծ Բրիտանիան հանդուրժողականության, բազմազանության եւ հարգանքի վրա կառուցված ազգ է, հայտարարել է պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի կողմից սահմանված պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Նա այս մասին ասել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքում Սպիտակ տան մամուլի ասուլիսում լրագրողների զրույցում եւ եվրոպացիների կողմից կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Ես պատրաստ եմ պատժամիջոցներ կիրառել, բայց նրանք պետք է խստացնեն իրենց պատժամիջոցները, որպեսզի դրանք համապատասխանեն իմ գործողություններին։ Չպետք է սպասել, որ ԱՄՆ-ն գործի հակառուսական սահմանափակումների առումով լիարժեք եւ եվրոպական նավթ կգնի Ռուսաստանից, ասել է ամերիկացի առաջնորդը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միասին գործեն եւ դադարեցնեն նրանից նավթ գնելը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու խոսքերը Եվրամիությունում Ռուսաստանի հետ պատերազմի համար Ուկրաինան պաշտպանելու համար կամավորների բացակայության մասին հայտարարել է, որ դա պետք է խոստովանվեր ավելի վաղ։ Սրանք համելաշխության կողմից տրված անվտանգության երաշխիքներ են։ Նրանք պետք է սա խոստովանեին ավելի վաղ, երբ նույն Սիկորսկին եւ նրա կինը գայթակղում էին ուկրաինացիների արևմտյան ուղու մասին ելույթերով։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում կամավորների կոալիցիայի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վարշավան զորքեր չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան 17-ին 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը 17-ին 18-ի երեկոյան 19-ի գիշերը առանձին շրջաններում 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հյուսիս-արևելյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-ից 4, 19-ի ցերեկը կնվազի 4-ից 5 աստիճանով։